Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Այնինչ տեղի ունեցավ երեկվա անոնսում, հեռուստադիտողներն ուղղակի ապշած են։ «Գոյամարտ» սերիալում եթե իրադարձություններն իսկապես զարգանան այս ուղղությամբ, ապա սա կարող է դառնալ ամբողջ պատմության ամենացնցող և ամենաողբերգական պահերից մեկը, որովհետև խոսքը պարզապես հերթական գաղտնիքի բացահայտման մասին չէ, խոսքը մի ճշմարտության մասին է, որը կարող է մի ակնթարթում կործանել Լեայի ամբողջ աշխարհը։ Լեան երկար ժամանակ ապրել է մի համոզմամբ, որ նրա հայրը սխալներ ունի, հայրը կոշտ է, երբեմն անարդար է, երբեմն չափազանց վերահսկող։ Բայց նրա պատկերացումներում Հունանը միևնույնն է ընտանիքի հենարանն էր, մարդ, ում վրա կարելի էր հենվել, մարդ, ով գուցե սխալներ է գործել, բայց մարդասպան չէ։ Եվ ահա հենց այդ պահին, երբ Լեան վերջապես որոշում է իր կյանքը կապել Լեոյի հետ, երբ առաջին անգամ բացահայտ ասում է, որ եկել է Լեոյի տուն ոչ թե հյուր, այլ մնալու, Հունանը հասկանում է, որ այլևս կորցնում է վերահսկողությունը։ Նա տեսնում է, որ սպառնալիքները չեն օգնել, արգելքները չեն օգնել։ Լեան այլևս այն փոքրիկ աղջիկը չէ, որը կվախենա հոր բարկությունից, և այդ ժամանակ Հունանը դիմում է վերջին քայլին՝ ճշմարտությանը, կամ գոնե այն ճշմարտությանը, որն ինքը պատրաստ է խոստովանել։ Երբ նա ասում է՝ դու չես կարող ամուսնանալ այդ տղայի հետ, որովհետև տարիներ առաջ ես սպանել եմ նրա հորը, դա պարզապես նախադասություն չէ, դա իսկական ռումբ է, ռումբ, որը պայթում է ոչ միայն Լեոյի, Լեայի, այլ ամբողջ պատմության կենտրոնում։ Այդ պահին Լեայի ներսում ամեն ինչ խառնվում է։ Մի կողմից նա սիրում է Լեոյին, մյուս կողմից իր դիմաց կանգնած է հայրը, մարդ, որին ամբողջ կյանքում վստահել է, ու հիմա այդ մարդը խոստովանում է մի բան, որը սարսափելի է նույնիսկ լսել։ Ամենահետաքրքիրը հենց Լեայի առաջին արձագանքն է լինելու։ Շատ հավանական է, որ նա անմիջապես չհավատա, ոչ թե որովհետև Հունանը երբեք չի ստում, այլ որովհետև ճշմարտությունն այնքան ծանր է, որ մարդու ուղեղը փորձում է պաշտպանվել։ Լեան կարող է մտածել, որ նա պարզապես փորձում է բաժանել Լեոյից, և անկեղծ ասած նման մտածելակերպը լրիվ տրամաբանական կլինի, որովհետև Հունանը նախկինում բազմիցս փորձել է բաժանել նրանց, նա օգտագործել է տարբեր մեթոդներ, սպառնալիքներ, խաբեություններ, հետևաբար Լեան կարող է մտածել, որ սա հերթական փորձն է։ Բայց այստեղ մի կարևոր տարբերություն կա։ Այս անգամ Հունանը չի խոսում սովորական համոզվածությամբ, այս անգամ նա ասում է մի մարդու պես, ով հոգնել է գաղտնիք պահելուց, և հենց այդ տարբերությունն է, որ կարող է կասկած առաջացնել Լեայի մոտ։ Սկսելու է հիշել դրվագներ, ինչու էր հայրը այդքան ատում Լեոյին, ինչու էր այդքան կտրուկ արձագանքում նրանց հարաբերություններին, ինչու էր մշտապես փորձում հեռու պահել իրեն այդ ընտանիքից, և կամաց կտորները սկսելու են իրար միանալ։ Սա այն պահն է, երբ Լեայի մանկության աշխարհը կարող է ամբողջությամբ փլուզվել, որովհետև նա ստիպված կլինի ընդունել մի միտք. հնարավոր է, որ իր սիրելի մարդու կյանքի ամենամեծ ցավի պատճառը սեփական հայրն է։ Դա անհավանական ծանր բեռ է, ոչ միայն որպես աղջիկ, այլ նաև որպես մարդ։ Լեոն նույնպես հայտնվելու է շատ բարդ իրավիճակում։ Եթե Լեան պատմի նրան այդ խոսակցության մասին, Լեոյի ներսում նույնպես հակասություններ կառաջանան։ Մի կողմից սա այն ճշմարտությունն է, որը նա տարիներ շարունակ փորձել է պարզել, մյուս կողմից այդ ճշմարտությունը գալիս է այն աղջկա միջոցով, ում սիրում է, և դա իրավիճակը դարձնում է ավելի ցավոտ։ Շատ հնարավոր է, որ Լեան սկսի սեփական հետաքննությունը, նա այլևս չի բավարարվի միայն հոր խոսքերով, կուզենա հասկանալ իսկապես դա տեղի է ունեցել, ինչ է եղել այդ օրը, ինչու է եղել, ով ինչ է թաքցրել։ Եվ հենց այստեղ է պատմությունը մտնում նոր փուլ, որովհետև մինչև այժմ ճշմարտությունը հիմնականում փնտրում էին Լեոն, Ավոն կամ Դավիթ պապը, հիմա այդ ճանապարհին դուրս է գալիս նաև Լեան, իսկ դա շատ ավելի վտանգավոր է լինելու Հունանի համար, որովհետև նա կարող է պայքարել թշնամիների դեմ, բայց շատ ավելի դժվար է պայքարել սեփական դստեր հարցերի դեմ։ Երբ Լեան սկսի պահանջել պատասխաններ,
Հունանը կհասկանա, որ կորցնում է ամենակարևոր բանը՝ դստեր վստահությունը, և հենց այդ վստահության կորուստը կարող է ավելի ծանր հարված լինել, քան ցանկացած վրեժ կամ բացահայտում։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, Լեոն սկզբում չի հավատա ամբողջությամբ, նա կկարծի, որ հայրը փորձում է բաժանել իրեն ու Լեոյին, բայց հետո, երբ սկսի համեմատել փաստերը, հիշել անցյալի տարօրինակ դրվագները և լսել մյուս մարդկանց պատմությունները, կասկածները գնալով կուժեղանան։ Եվ այդ պահին նրա առջև կկանգնի ամենադժվար ընտրությունը՝ պաշտպանել հորը, թե ընդունել ճշմարտությունը, սիրել Լեոյին այնպես, ինչպես նախկինում, թե փորձել փախչել այն ցավից, որը բերել է այդ բացահայտումը։ Մի բան գրեթե հաստատ է. եթե այս խոստովանությունը հնչի, ապա Լեայի կյանքն այլևս երբեք նույնը չի լինի։ Նրա համար կավարտվի այն աշխարհը, որտեղ ամեն ինչ կարելի էր բաժանել սևի և սպիտակի, և կսկսվի մի նոր փուլ, որտեղ նա ստիպված կլինի ապրել մի ճշմարտության հետ, որը փոխում է ոչ միայն իր հարաբերությունները, այլ նաև իր ամբողջ ինքնությունը։